Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ է արել, որոնք այդ թվում նաև վերաբերվում էին Հայաստանին եւ այն գործընթացներին, որոնք իրականանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ինչից հետո արդեն սեպտեմբերի 27-ին նրան այդ նույն ամբիոնից պատասխաններ է հնչեցրել եւ որոշակի պարզաբանումներ եւ հարցեր է հնչեցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս երկխոսության շուրջ մենք այսօր խոսելու ենք եւ քննարկում ենք ունենալու Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Մի քանի նկատառում Իլհամ Ալիևի ելույթից նշելով ինչ է տեղի ունեցել հաղթական պատերազմ եւ այլն, Ալիևը այսպիսի մի հայտարարություն է արել, որը ինձ մոտ օրինակ շատ հետաքրքիր ասոցիացիաներ է առաջացրել, չնայած տարբեր սադրանքներին բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ տարվում էին բացառապես երկկողմ հիմունքներով, առանց որևէ արտաքին միջամտության, նշել է Իլհամ Ալիևը, որ միջամտությունը նկատի ունի Ալիևը ձեզ։ Ինչը սադրանք է համարում նա։ Ով էր խանգարում։ Հավանաբար Եվրամիության ներկայացուցիչները, որոնք իրականացնում էին Հայաստան-Ադրբեջան սահմանագծի մոնիտորինգը։ Կարծում եմ, որ դա նկատի ունի։ Իսկ ինչով էին նրանք խանգարում։ Դե իսկ ինչու Ալիևը հրաժարվեց ընդունել նույն եվրադիտորդներին Ադրբեջանի տարածքում։ Իսկն դա այդ ներկայությունը իր հանդեպ անձամբ եւ միգուցե Ադրբեջանի հանդեպ թշնամական ներկայություն է դիտարկում եւ այդպիսով նաեւ սադրիչ է համարում այդ ներկայությունը։ Եվս մի հայտարարություն, որի վրա շատ է կենտրոնացել հենց իր պատասխանում վարչապետ Փաշինյանը, հետեւյալն է. Տարածաշրջանային հաղորդակցությունները հաստատուն խաղաղության մեր տեսլականի հիմքում են Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղին թրիփ, որը անարգել անցում կապահովի Զանգեզուրի միջանցքով եւ կամարապնդի տարածաշրջանային կապերը, նշել է Ալիևը։ Սա ինչ է նշանակում։ Ալիևը թե Փաշինյանը։ Չէ, Ալիևը։ Հիմա Ալիևը ենք ցիտում։ 25-ի հայտարարությունն է։ Դե ամեն դեպքում Ալիևը եւս Վաշինգտոնում էր, Ալիևը եւս համաձայնությունը տվեց, իր ստորագրությամբ հավաստեց այդ համաձայնությունը, որ այդ ուղին պետք է աշխատի, համաձայնեց նաեւ անվան հետ, այդ առումով այստեղ կարծես թե տարաձայնություններ չպետք է լինեն, թեև ամեն դեպքում դրանից հետո, այսինքն օգոստոսյան հանդիպումից հետո Ալիևը շարունակում է ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցքը, առավելապես թե ինչպիսին կլինի իր խոսելաձևը ապագայում, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը այդ առումով որևէ նահանջի գնա եւ ավելի շատ այդ ուղին կոչի Զանգեզուրի միջանցք, քան Տրամփի ուղին։ Պատճառը որն է, ինչի է այդպես համառորեն այդ Զանգեզուրի միջանցքը առաջ է բերվում խոսույթի մակարդակով։ Չէ՞ մենք հասկանում ենք, որ Թրամփի ուղին եւ Զանգեզուրի միջանցքը դա նույն բանն է։ Տարբերությունը որն է։ Դե ըստ էության հաստորեն Ալիևի համար նույն բանը չէ։ Եվ ես կարծում եմ, որ նույն բանը չէ հետեւյալ պատճառով։ Նախագահ Թրամփի համար այդ ուղին ճանապարհ է, որով միանում է արևելքը արևմուտքին Սյունիքով եւ այդ առումով ամերիկյան կողմը այն դիտարկում է միջազգային համատեքստում, մինչդեռ Ադրբեջանը փորձում է տեղայնացնել եւ Ալիևի շուրթերով այն կոչում է անընդհատ Զանգեզուրի միջանցք, կարծես թե դրանով շեշտելով, որ դա այն ճանապարհն է, որը միավորում է Ադրբեջանը Նախճիվանի հետ եւ դրանում է այդ ճանապարհի նշանակությունը եւ դերը։ Նպատակը որն է, ինչ նպատակ է։ Նպատակը իհարկե այդ տարածքի նկատմամբ յուրացման ցանկություններն են։ Այսինքն սա անուղղակիորեն շեշտում է այն, որ Ադրբեջանի համար այդ ճանապարհը ներքին ուղի է,
եւ եթե անգամ այսօր այն դիտարկվում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս, Ադրբեջանը դրա հետ որոշակի ներքին անհամաձայնություն ունի, որը դրսևորվում է այսպես հերրակա տարատեսակ արտահայտություններով, որոնք որ ընդհանուր միջազգային համատեքստից այս ճանապարհը հանում են եւ դարձնում են ներադրբեջանական օրակարգի մաս, այսինքն այդ ճանապարհը Ադրբեջանի կողմից յուրացման ենթակա ուղի է, անկախ դրա միջազգային նշանակությունից եւ նույն նախագահ Տրամփի կողմից դրան տրված նշանակությունից եւ դերից։ Պարոն Մելիքյան, այդ յուրացման փորձերը փորձենք հասկանալ, հա, իրենց իրական հեռանկարները հաշվի առնելով, որ հենց այս պահին Սյունիքի այդ տարածքում, Սյունիքի մարզի եւ Ադրբեջանի այդ տարածքում, որոնք սահմանակից են լինելու այդ Զանգեզուրի միջանցքի, Թրիպի, չգիտեմ, Ալիևի միջանցքի, ով ինչպես կուզի, այդ ճանապարհի հետ արդեն սկսվել են դելիմիտացիոն եւ դեմարկացիոն աշխատանքները եւ եթե այդտեղ դրվելու են սահմանի սյուները եւ լինելու է փաստաթուղթ, որի տակ ստորագրություն են դնելու Մուստաֆայևը եւ Գրիգորյանը, ինչ յուրացման մասին է խոսքը գնում, եթե հստակ լինելու է փաստաթուղթ, փաստաթղթավորված ճանաչված սահման եւ այդ ճանապարհը կամ չգիտեմ միջանցքով ինչպես կուզի անցնելու է տարածքով, սա կարևոր բան է, չէ՞։ Վերջո կա ինչ որ, չգիտեմ, միջազգային իրավունք, իրավաբանական հիմքեր եւ այլն։ Գիտեք, այս վերջին տարիներին հատկապես այդ միջազգային իրավունքն ու իրավաբանական հիմքերը անդադար խախտվող երևույթներ են եւ մենք այնպիսի մի ժամանակաշրջան ենք մուտքորդել, երբ ուժի կիրառումը իրավունքի կիրառումից ավելի ուժեղ է, ավելի շուտ ուժը ինքնին կարող է ձևավորել իրավունք։ Ուստի նաև եթե դիտարկենք մեր եւ Ադրբեջանի բանակցային մոտեցումները, ապա Հայաստանի համար կա միայն մեկ տարբերակ, դա խաղաղության տարբերակն է։ Ադրբեջանի համար կա եւ խաղաղության եւ պատերազմի տարբերակը։ Ընդ որում խաղաղություն Ադրբեջանի պահանջների շրջանակում, պատերազմ Ադրբեջանի նախընտրած վայրում, ժամանակին եւ ծավալով։ Եվ դրանում դրսևորվում է նաեւ այն տարբերությունը հօգուտ ադրբեջանական կողմի, որը ձևավորվել է 20 թվականի պատերազմից ի վեր։ Այստեղ ես նորից հղում եմ կատարելու Իլհամ Ալիևի հայտարարություններին ՄԱԿ-ի ամբիոնից, նա նշել է հետևյալը. 20 թվականին գրեթե 30 տարվա անարդյունք բանակցություններից հետո Ադրբեջանը ստիպված էր օգտվել ինքնապաշտպանության իրավունքից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Այս դեպքում, որ հոդվածի վրա է հղում անելու Իլհամ Ալիևը, եթե սահմանը սահմանազատվի հստակ, այդ սյուները դրվեն եւ Ադրբեջանը դրանից հետո հարձակվի։ Դե սահմանը կոնկրետ այդ տեղում կարող է սահմանազատվել ու կանգ առնել դրա վրա։ Կարծում եք, չի շարունակվի գործընթացը։ Այն տարածքները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանի տարածքները նկատի ունեմ, եթե դրանց նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը չվերականգնվի, ապա ամբողջ սահմանի խնդիրը մնալու է վիճահարույց։ Եվ այդ դեպքում ցանկացած առիթը կարող է օգտագործվել, որպեսզի այդ հատվածում եւս սահմանագծման աշխատանքները իդերև լինեն եւ ադրբեջանական կողմը կարող է դրանք վիճարկել այն հիմունքով, որ այդ վայրերում սահմանը այնուամենայնիվ չի հաջողվել գծագրել եւ հողի վրա այն նշել, հետեւաբար զուտ այդ հատվածում սահմանային սյուներ ունենալը դեռ ոչինչ չի նշանակելու։ Մենք պետք է դիտարկենք գործընթացը իր ողջ ընթացքի արդյունավետության համատեքստում։ Նաև այն հնարավոր զարգացումների համատեքստում, որոնք սպասել են առաջիկա 1-2-3 տարիների ընթացքում մեր տարածաշրջանում եւ այդ գործընթացները հիմնականում կոնֆլիկտացին են լինել։ Հետևաբար դրա համար Ադրբեջանը պատրաստ է իր պայմաններով խաղաղության եւ իր նախընտրած պահին ծավալով եւ ժամանակին պատերազմի Ադրբեջանը զինվում է, դեռ Հայաստանը կարծես թե որոշել է սահմանը նվազեցնել ռազմական ծախսերը եւ
պատերազմի մասին իր չմտածելը այդ կերպ է ցուցադրում միջազգային դերակատարներին եւ Ադրբեջանին ու Թուրքիային։ Սեպտեմբերի 27-ին մեկնաբանելով այս Ալիևյան հայտարարությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը օգտագործում է չպայմանավորված խոսույթ, որն ընկալվում է որպես ինքնիշխան երկրի Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային պահանջ։ Որքանով է սա ըստ ձեզ իրականությանը համապատասխանում եւ որքանով է այստեղ Ալիևյան մոտիվացիան ունի ներքին պատճառներ։ Դե ներքին պատճառները իհարկե պետք չի բացառել։ Ալիևի համար կարևոր է, որ իր գործունեությունը Ադրբեջանի ներսում Նախճեվանում ընկալվի որպես հողահավաք ուրեմն գործունեություն եւ այդ առումով ես չեմ կասկածում, որ հարմար առիթ ունենալ դեպքում նա այդ գործունեությունը կփորձի առարկայացնել։ Այդ իմաստով Փաշինյանի ելույթում արտահայտած հնչեցված մտավախությունները միանգամայն տեղին են, բայց միայն այդքանով մտահոգվելը ինձ թվում է բավարար չէ եւ Հայաստանը ունենալով խաղաղության օրակարգ գործող իշխանությունը ձևակերպելով այդ խաղաղության պլատֆորմը որևէ կերպ զլանում է ձևակերպել նաև իր պատերազմական տեսլականը։ Այսինքն այդ մասին ընդհանրապես չի խոսվում։ Միգուցե նպատակահարմար չի գտնվում, միգուցե այս համատեքստում պաշտոնական Երևանը կցանկանա միմյանցից տարանջատել Թուրքիան եւ Ադրբեջանը եւ այս առումով հենց Թուրքիան է առաջնահերթություն լինելու սահմանի բացում եւ հարաբերությունների կարգավորումը եւ այդ դեպքում եթե Թուրքիայի հետ հարաբերություններում քայլ առաջ տեղի ունենա, դա իհարկե Ադրբեջանի ընդհանուր դիրքերը կարող է թուլացնել եւ այս կոշտ ռետորաբանությունը մեղմել, բայց դա տեսականի ոլորտից է։ Ամեն դեպքում Հայաստանը կարծում եմ, որ պետք է ունենա նաեւ պատերազմի օրակարգ, որում պաշտպանական պատերազմի, որովհետեւ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է բավական ագրեսիվ պահվածք ունենալ, պահանջներ ներկայացնել լրացիչ եւ այդ պահանջները անվերջ են։ Ինչի նկատի ունեք ասելով քայլ առաջ։ Թուրքիան ինչ պետք է անի, որ այդ քայլ առաջ։ Սահմանը բացի եւ այդ առումով Հայաստանի համար այլընտրանքային ուղիներ իհայտ կան, որ կապեն Հայաստանը մերձավոր Արևելքի եւ Եվրոպայի հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց ՄԱԿ-ի ամբիոնից, որ Հայաստանը ոչ մի միլիմետր չի շեղվի ձեռք բերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։ Հայաստանը ընդհանրապես այլընտրանք ունի չշեղվելու։ Բայց Հայաստանում որևէ մեկը առարկայորեն դրանով զբաղվել է։ Ես դրա համար եմ ասում։ Այսինքն Հայաստանը պետք է դրանով զբաղվի եւ պետք է ունենա այդ այլընտրանքը, բայց դրա համար գործող իշխանությունները առհասարակ մեր քաղաքական դասը պետք է կարողանան համապատասխան հետաքրքրություն ձևավորել այլոց կողմից Հայաստանի շահերի հանդեպ։ Անկամ այլոց շահերը հաշվի առնելու միջոցով, փոխադարձության սկզբունքով ինչ որտեղ, բայց սա տևական աշխատանքի խնդիր է, իսկ մեր քաղաքական վերնախավը միջազգային քաղաքական վերնախավերին ինտեգրված չէ որպես այդպիսին։ Հատկապես պատերազմական պարտությունից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը ավելի շատ ձևավորված է որպես տարածքի հանդեպ վերաբերմունք, քան որպես իրական ռազմաքաղաքական կշիռ ունեցող պետության հանդեպ։ Եվ այստեղ խոսում են օգնության մասին հիմնականում գերազանցապես եւ շատ հազվադեպ են խոսում գործընկերության մասին, դաշնակցության մասին։ Ոստի այս ամենի հետ կապված, այո, մեր վերնախավերը անելիք ունեն
եւ այդ անելիքը լուրջ նախապատրաստական աշխատանք է ենթադրում, գիտելիք է ենթադրում, նպատակներից ստույգ ձևակերպում է ենթադրում, իսկ լոկ Փաշինյանի դեմքով հանդես եկող իշխանական դասը դրան չի կարող ունակ լինել, որտեվ մեկ մարդը չի կարող դառնալ ամբողջական օրակարգի իրական հեղինակ։ Նա կարող է իր նախընտրած օրակարգը առաջարկել մյուսներին, եւ մյուսները չունենալով սեփականը, մեղմ ասած, ընդունեն դա։ Բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգը ամբողջական է եւ արտացոլվում է մեր իսկական պետական ազգային շահերը։ Ալիևը փաստացի իր հայտարարություններով ինչ որ չափով տորպետահարում է այն պայմանավորվածությունները, որոնք արդեն իսկ ձեռք են բերվել։ Այս գործողության ընթացքում Ալիևը հիմնավորվում է բացառապես սեփական շահերից, Ադրբեջանի շահերից, թե կան այս պահին երկրներ, որոնք ինչ որ առումով ճնշում են գործադրում Ալիևի վրա, որպեսզի նա այսպիսի հայտարարություններ անի։ Գիտեք, ես երևի թե մի քիչ վիճելի թվացող մի բան ասեմ, իրականում միջազգային վերնախավերը քաղաքական պատերազմ են հայտարարել ժողովուրդներին։ Եվ այդ առումով վերնախավերի ներկայացուցիչները անգամ միմյանց հետ պատերազմի մեջ գտնվելով, պետությունների միջև պատերազմի մեջ գտնվելով, կարող են փոխադարձ շահեր ընկալել եւ անգամ սպասարկել։ Ինչ է Ալիևը իրենց ներկայացնում։ Նա ըստ էության բռնապետ է։ Բռնակալ է, ընդ որում բավական արյունալի եւ իր երկրի ներսում ժողովրդավարությունը ճնշած մարդ է, բայց նույն արևմտյան պետությունների ղեկավարները չեն խոշում իր հետ ձեռքսեղմում փոխանակել։ Ոստի մենք այս առումով բավական ուրույն վիճակում ենք։ Ալիևը այդ միջազգային վերնախավերի մաս է կազմում։ Նա ինտեգրված է։ Եվ անձնական որոշակի հարաբերություններով եւ անձնական խոստումներով եւ պետական խոստումներով, որոնք նա է երաշխավորում անձնապես։ Հայաստանը դեռ այդ կարգավիճակը չունի, այսինքն մեր կարգավիճակը ավելի նվազ է։ Մենք մտել ենք Թրամփի հետ գործարքի մեջ, սա ինտեգրման ցուցանիշ չէ, ցուցիչ չէ։ Մենք չենք մտել գործարքի մեջ, մեզ գործարք են առաջարկել, որին չէ ասելու հնարավորություններ չենք ունեցել։ Ну լավ, բայց մտել ենք, չէ, այսպես թե այնպես։ Չեղավ որ մասենք, թե չէ։ Դրա համար ուզում եմ ասել, մենք այդ առումով ստորադասված ենք ավելի։ Իսկ Ադրբեջանը ոչ։ Իսկ Ադրբեջանը այդ առումով ավելի լավ դիրքում է։ Ինչու՞մ է դա արտացոլվում։ Նույնիսկ դրանում, որ մեր նկատմամբ առավելություն ունի։ Իսկ մեր համեմատ նա առավել դիրքում է։ Դե հաղթող կողմ է։ Դե ես չեմ ասում ինչի երկար տարիներ առավելություն ունենք, այլ հարցը ինչ արեցինք այդ առավելության հետ։ Այո, ուրեմն մենք անգամ երբ որ հաղթացենք առավելություն չունենք, չկարողացանք այդ հաղթանակը վերածել քաղաքական առավելության։ Այլ երկրների շահերին էր այդ առավելությունը օգտագործում եւ ծառայեցում։ Դե այստեղում քաղաքական նույն դերակատարներն են Հայաստանում։ Մեծ հաշվով այո։ Այո, դրա համար բան չի փոխվել, այսինքն մենք ներքուստ պետք է որ որակապես փոխվենք եւ կարողանանք հստակ խնդիրներ ձևակերպել, ինքներս մեր արժեվ այդ խնդիրները դնել, պետք է կարողանանք նոր դեմքով հանդես գալ կամ նոր դեմքերով հանդես գալ, որոնք չկան առայժմ։ Նրանք էլ որոնք կան եւ հայտ են ներկայացրել, դժբախտաբար ես բավական տևական ժամանակ հետևում եմ տարբեր մարդկանց, թարմ դեմքերի։ Նրանք դեռևս բավարար չափով հասուն չեն այդ մեծ խաղի մեջ որպես արդյունավետ դերակատար մտնելու համար։ Ցավալի է, բայց այդպես է։ Սա ստիպված եմ արձանագրել։ Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից իր զարմանքն է արտահայտել, որն է, ցիտում եմ հիմա, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովում, Ալիևի հայտարարության մասին է խոսքը գնում,
Դուք համամիտ եք, որ սա օբյեկտիվ իրականության հետ կապ չունի։ Ոչ, համամիտ չեմ, դա միանգամայն արտացոլում է օբյեկտիվ իրականությունը եւ այն երկվությունը, որից եւ ելնում է նախագահ Ալիևը։ Իսկ նա ելնում է նրանից, որ կարող է թելադրել խաղաղության պայմանները, նա ելնում է նրանից, որ կարող է իր ուզած ժամանակ հայտարարել կամ չհայտարարված պատերազմ սկսել եւ նա ելնում է նրանից, որ իրավիճակը կարող է փոխվել եւ ըստ այդ փոփոխությունների տակ ընտրի խաղաղության ճանապարհը կամ պատերազմը։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Քիչ անց մենք վերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։
Մեր եթերը շարունակվում է հարցազրույցով, մեր հյուրն է Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, բարև ձեզ պարոն Բեգլարյան։ Սկսենք երևի թե ամենակարևոր նորությունից, որը կապված է Իրանի հետ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, այսպես կոչված Եվրոերյակը եւ ԱՄՆ-ն համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևով Թեհրանի դեմ չեղյալ հայտարարված բանաձևերը որոշել են վերականգնել։ Արդեն Իրանից ելչել է պատասխան, Իրանի արտգործնախարարությունը անօրինական եւ անհիմն է համարել այդ որոշումը։ Դեպի որտեղ է գլորվում, հենց այդպես գլորվում իրավիճակը ձեզ։ Իրականում իսկապես որ ավելի հավանաբար ավելի կբարդանա իրավիճակը, քանի որ նախ այս հանգրվանում անկախ այդ որ երկու կողմերը ինչպես են որակում, ինձ թվում է ինչ որ սպասողական կացություն կստեղծվի այն որ վերստին գնահատական տան թե հատկապես Իրանի արձագանքը ինչպես կլինի։ Մյուս կողմից մենք անմիջապես լսեցինք հնչեցված ձայներ թե Ամերիկայից թե տարբեր լրատվամիջոցներից իբր մասնակիցներից եւ թե Իսրայելի կողմից որ ինչու՞ չէ նաեւ Իրանում արտահայտվեցին որ այս առումով իրոք որ հավանականությունը մեծ է որ Իսրայելի կողմից նորից հարձակում լինի։ Իհարկե այստեղ այս սանկցիաների հարցով որ Իրանում էլ խնդրո առարկա է եւ օրվա թեմա է, ինչ վերաբերում է տնտեսական սանկցիաներին, ներկայումս մեծին մասամբ այն սանկցիաները որ Ամերիկան ինքն է այսպես որդեգրել եւ գործադրում է այս տասնամյակի ընթացքին, շատ ավելի ընդհանուր ու համապարփակ են ինչ ասենք հենց ՄԱԿ-ի բանաձևերը կամ առնվազն հենց նույնն է որ գործադրվել է եւ հատկապես Թրամփի ակտից հետո որ իբր թե դուրս կանչեց Ամերիկային եւ դուրս գնաց Ամերիկան այդ համապարփակ ատոմական համաձայնությունից, հետեւաբար նրանք բոլորը վերականգնված են եւ աշխատում են նախքան այդ շատ քիչ պիտի ասեմ որ այսպես վերացված լիներ։ Այն ինչ որ ներկա պարագային ավելի հարցը բարդացնում այն է որ ինչ որ ձևով, ասենք հստակ չէ որ ինչ որ ձևով միջազգային հարթակում միջազգային հանրությունը երկրները մեկ խոսքով պարտավոր կլինեն ենթարկվեն եւ գործադրեն այդ հստակ այդ բանաձևերի սանկցիաները մեկ խոսքով համագործակցեն համընդհանուր կերպով իրար հետ եւ Ամերիկայի հետ ու Արևմուտքի հետ։ Երկրորդ այն որ ինչ որ այդ սանկցիաներին եւ ինչու՞ չէ հետագա գուցե ըստ իսրայելական կամ որոշ ուժերի առումով օրինականացնի հիմա ասենք թե հոգեբանորեն թե իրավականորեն որոշ չափով թե այն սանկցիաները եւ թե պատերազմական իրավիճակը եւ դերը մի արածցե պատերազմ։ Դա արդեն իր բարդությունը ունի, բացի այն որ սանկցիաների հարցով արդեն յուրաքանչյուր երկիր ինչ պարագայի որ ինքը այսպես հավանական նկատի որ կասկածյալ է որևիցե քարգո որ դեպի Իրան գնում է հատկապես ծովային տիրույթում կարող է արդեն ինքը խուզարկի եւ քննարկման ենթարկի, սրանք բոլորը բարդություններ են, որ կառաջացնեն։ Հիմա հիմնականում այդ նավթի առևտուրը, որ 90% Իրանի նավթը այս պահին Չինաստանն է գնում, ինձ թվում է դա կարևոր գործոն է, թե տեսնենք չինացիները ինչպես կվերապրվեն, այսինքն այդ հնարավորությունը, որ վերջապես Իրանի կարևոր լծակն ու հնարավորությունն է արտարժույթ ձեռք բերելու եւ մեկ խոսքով առևտուր անելու ուղղությամբ սա կարևոր հանգամանք պետք է լինի։ Այդ կարևոր հանգամանքը բացատրվում է Պեկինի կողմից բացառապես տնտեսական շահերով կապված Իրանի հետ, որ իհարկե իրենց ձեռնտու է իրանական նավթը գնել, որքանով ես հասկանում եմ բավականին էժան գներով, թե այստեղ կա նաեւ քաղաքական մոտիվացիա, աշխարհաքաղաքական մոտիվացիա, որովհետեւ Չինաստանին Իրանը պետք է։ Գիտեք, մեկնաբանություններ կան այն որ հենց տնտեսական գործոնը նկատի ունենալով մենք գիտենք ինչ ահռելի առևտուր ունի Չինաստանը Արևմուտքի եւ ԱՄՆ-ի հետ, որը գուցե Իրանի համեմատությամբ Իրանի հետ առևտուրի համեմատությամբ շատ ահռելի է եւ Իրանին շատ չնչին է։ Հետեւաբար, եթե դրանք այդպես մոտեցում կա, չի կարելի չմտածել, որ ինչ-որ անվտանգային կամ գեոպոլիտիկ դերակատարություն էլ նկատի ունի Իրանի համար Չինաստանը։ Թե հիմա հետակա, եթե համաձայնություններ կլինեն կամ այդպես կորիդորների հարցով, տարանցիկ ճանապարհների հարցով ի վերջո Իրանը իր
աշխարհագրական դիրքը շատ կարևոր է, ամենայն դեպս Չինաստանը փորձելու է այդ լծակը միշտ ունենալ։ Երկրորդը այն, որ ի վերջո ինչ որ հնարավորություն է, ասենք, հակադրվելու կամ մրցակցության հարցով Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երրորդն ես կարծում եմ նաև բացի Միջին Ասիայի հարաբերություններից ելնելով նաև Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերությունները ինչ որ տեղով Իրանի դերակատարությունը կարող է օգտակար լինի։ Չմոռանանք նաև այն, որ երբ որ անցյալ տարի կամ նախանցյալ տարի Իրան-Սաուդական Արաբիա Չինաստանի կնքահայրությամբ այդ ինչ որ հաշտեցման կնքվեց կամ համաձայնությունների եկան, սա բոլորը նաև այս հանգամանքը կախված էր այն իրականությունից, որ Չինաստանը մեծ ներդրումներ ունի Սաուդական Արաբիայում, խոսքով Պարսից ծոցի երկրներում եւ այդ աշխարհագրական դիրքը իր համար կարևոր է համարում թե գեոպոլիտիկ առումով, թե տնտեսական իբրև լծակներ, որ դերակատարություն ունենա, հետեւաբար Իրանի հետ իր համագործակցությունը կամ ինչ որ առումով Իրանին խաղի մեջ պահելը եւ համագործակցաբար հակակշռել Իրանի միջոցով ինչ որ գործողություններ, կարծում եմ դա կարևոր հանգամանք է Չինաստանի համար։ Պարոն Բեգդարյան, դուք նշեցիք, որ այս գործարքի փաստացի չեղյալ հայտարարել է այս իրավիճակը, որը ձևավորվում է, Իսրայելի նոր հարձակման հավանականությունը բարձրացնում է։ Արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոերիակի կողմից համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին շանս չտալը ցույց է տալիս բանակցելու նրանց լիակատար անկարողությունը, այսինքն Եվրոերիակի։ Սա բոլոր ճակատներում բանակցելու լիակատար ձախողում է, կարծում է նախարար Լավրովը։ Սա անկարողություն է, թե սա ինչ որ պլանավորված գործողություններ են, որոնք թույլ են տալիս Իսրայելին այդ երկրորդ հարձակման ալիքը իրագործել Իրանի տարածքի վրա, որովհետև իրականում շատ դժվար է չնկատել այն զուգահեռները եւ նմանությունները, որոնք միջև առաջին հարձակումը, միջև 12-րդ պատերազմը, 12-օրյա ձևավորվում էին։ Իրականում զուգահեռները շատ են։ Համենայն դեպս ես այսպես եմ ինտերես դա տեսնում։ Ես էլ կարծում եմ հենց նույնն է, հատկապես որ չմոռանանք ի վերջո մենք նախկինում էլ այս մասին խոսացել ենք, որ ի վերջո Իրանի դերակատարությունը ռուս-ուկրաինական պատերազմում լիարժեքորեն հակասում է Եվրոպայի շահերին եւ եվրոպացիները վստահ չափազանց դժգոհ են այդ հանգամանքից։ Այստեղ ինչ որ առումով գուցե Իսրայելի հետագա քայլերը նաեւ բխի նրանց շահերից։ Իհարկե ասեմ, տեսակետներ էլ կան, որ դեռ շատ շուտ է, որ այդպես կանխագուշակել, որ հատկապես հարաճիկա 30 օրվա ընթացքին ինչ-որ պատերազմ տեղի կունենա, բայց հենց այսօր ես լսեցի, կարդացի, որ կացես Սեմոր Հերշը Ամերիկայից հայտնի մեկնաբաններից, նա նաև հենց ձեր նման դրամաբանությամբ հստակեցել, որ չափազանց այսպես վտանգը արկա է, որ Իսրայելը կհարձակվի։ Հիմա կարելի է ինչ-որ չափով սրանք բոլորը այս սնապբեքի վերականգնման հոգեբանական նաև հարվածներն են կամ հետևանքներն են, բայց այն, որ իրոք սպառնալիքը լուրջ չէ, ես էլ կիսում եմ ձեր հետ։ Այստեղ հետաքրքիր մի հանգամանք կա, տեսեք, ԱՄՆ-ի դեպքում ամեն ինչ պարզ է։ Ակնհայտ Իսրայելի դաշնակիցն է, բայց Եվրոերիակը Պաղեստինին ճանաչած պետություններ է։ Ինչու պետք է այսպիսի փայլուն հնարավորություններ եւ պարարտոց ստեղծեն Իսրայելի համար, որպեսզի նա նորից հարձակվի Իրանի վրա, որքանով ես հասկանում եմ, այստեղ կա Իսրայելի հետ լուրջ շահերի տարանջատում եւ այստեղ է հարցը առաջանում, ինչու պետք է նրանք դա անեն։ Բայց գուցե եւ նաեւ նրանք այս գիտենք, որ եվրոպական երկրների այսպես միահամուր ակտը, որ անցյալ շաբաթ 10 օրվա ընթացքին կատարվեց Պաղեստինի պետականությունը ճանաչելու ուղղությամբ, մեծ դժգոհանք առաջացրեց Եվրոպայում, այսպես տեսակետել կա, որ գուցե եվրոպացիները այս սնապբեքի մեխանիզմը այս ձևով վերականգնելը նաև ինչ-որ ձևով ուզում են դիվիդենդներ տան Իսրայելին, որ այն դժգոհանքները Պաղեստինի հարցով ինչ-որ առումով մեղմանը։ Չգիտեմ ինչքան իրականության համապատասխանում է, բայց այդ տեսակետներն էլ հնչել է։ Հասկանալի է։ Տեղափոխվենք նաև այլ հարթություն կապված Իրանի հետ, Իրանի եւ ռուսական հարաբերությունների մասին է խոսքը գնում։
Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեհը հայտարարել է, որ Իրանը ռուսական կողմին է փոխանցել հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ռեշտ աստարա երկարթուղու կառուցման համար հատկացված շուրջ 34 կիլոմետր հողատարածքը։ Փոխանցվել է արդեն ռուսական ընկերությանը, ըստ նախարարի, որպեսզի այն կարողանա սկսել աշխատանքները։ Նախարարի խոսքով այսօրվա դրությամբ ռեշտ աստարա երկարթուղու 162 կիլոմետրանոց հատվածի կառուցման համար իրականացվել է հողերի մոտ կեսի հետգնումը։ Սա այս նախագիծը ըստ ձեզ որքանով է տեղավորվում այս պահին գոյություն ունեցող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իրողությունների սահմաններում, հաշվի առնելով Իրանի վրա ակնհայտ պատրաստվող հերթական իսրայելական հարձակումը, Արևմուտքի շահերը եւ այն իրավիճակը, որում հայտնվել են Ռուսաստանը եւ Իրանը։ Գիտեք, նախ այդ ռաշտ աստարայի հարցով իրոք որ կարծում եմ դեռ բոլոր պրոյեկտի 70-30% էլ հազիվ թե ինչ որ ձևով կատարված լինի եւ այդ հողերի ազատման հարցով, որ իբր թե սեփականատերերից պետք է գնեն, որ ուղի վրա ճանապարհաշինություն հնարավոր լինի, ես իմ տեղեկությունների համաձայն շատ ավելի քիչ է այդ որ նախարարն է ասել, բայց վերջապես հույսով եմ այդպես լինի, բայց կարծում եմ այս կարևոր հանգամանքը հետևյալն է։ Ինչպես մատնանշեցինք, որ այս սանկցիաների վերականգնման կարևոր բացասական գործոններից մեկը Իրանի համար այդ տարբեր երկրների ի մասնավորի ծովային ճանապարհների վրա խուզարկման օրինականությունն է, որը կարող են քննեն նավերը, զննեն, տեսնեն ինչ տեսակ քարգո է տեղափոխվում Իրան եւ այլը, ըստ որոշ մասնագիտական վերլուծությունների դա ցամաքային ճանապարհներում ավելի քիչ է հնարավոր կամ ավելի ձեռնտու կլինի Իրանի համար։ Հետևաբար, թե Չինաստանից դեպի արևմուտք եւ թե Իրանից դեպի հյուսիս նման ճանապարհների կառուցում եւ ակտիվացումը գուցե ինչ որտեղ այն բացասական կողմերը, որ կարող է ծովային ճանապարհները այս սանկցիաների հարցով ունենա, դրան փոխարինի եւ լուծի, անկախ դրանից, որ հիմա պատերազմական սպառնալիքներ կամ ճանապարհաշինությանը ենթակառուցվածքների ներկա իրավիճակի կառուցման process-ները կարող է երկար տևել, բայց ինձ թվում է նաեւ նման գործոն էլ դերակատարություն ունի։ Մյուս կողմից ինչու՞ չէ նաեւ Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամենայն դեպս ինչ որ առումով ինչ որ նկատի, այսինքն աչքի պոչով էլ եղել է, նկատի ունեն հետագա, այսինքն Հայաստանի տարածքով այսպես որ համաձայնություն կա Թրամփի ուղին, գուցե դրա համար էլ մտածում եմ, որ պետք է անպայման համապատասխան տարբերակները Իրանը ունենա եւ ինչքան շուտ դրանք ուժեղացնի։ Պարոն Բեգլարյան, այստեղ կա եւս մի կարևոր հանգամանք, այդ ամենը անցնելու է Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը եւս այն երկիրն է, որը թրիպում մասնակից է։ Եվ նկատելի են Ալիևյան հանձնառությունը, Ալիևյան ցանկությունը Թրամփի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավել։ Իսկ այս համատեքստում մի փոքր դժվարանում եմ ես Ադրբեջանին պատկերացնել, հաշվի առնելով Ադրբեջան-Ռուսաստան ներկա հարաբերությունները, ներկա փուլում եւ ոչ այնքան բարվոք հարաբերությունները Իրանի հետ Ադրբեջանի կողմից։ Ընդհանրապես, արդյոք Ադրբեջանը պատրաստ է պատրաստական իր տարածքը տրամադրել, որպեսզի այդ նախագիծը իրականանա։ Ձեր նկատառումը ճիշտ է, բայց նաև նկատի ունենանք հենց հյուսիս-հարավի ուղղությամբ էլ, եթե մեկ խոսքով անիվը տեղից ավելի լավ շարժվի, ամենայն դեպս Վրաստանի մասով դեռ ինչ-որ լուրջ համաձայնություններ կամ աշխատանքներ էլ չի կատարվել, այսինքն եթե դա էլ հաշվենք Իրանի համար ինչ-որ ձեռնտու կամ հենց Հայաստանի այսպես խաղաղության խաչմերուկի արում այդ պրոյեկտում էլ դրանք բոլորը այսպես դրական համարեն կամ ցանկալի համարեն, Վրաստանի հարցով էլ այդ ուրիշ ձև խնդիրներ կա։ Ադրբեջանի մասով էլ դա արկա այդ թեման, բայց ես կարծում եմ, այսինքն այսպես ասենք, դժբախտաբար ասենք թե ինչպես գուցեև Իրանը կամ այդ Ռուսաստանը ներկա աշխարհաքաղաքական փոփոխությունները, որ ըստ երևույթին դեպի լավը չի գնում, գուցե իրանք ուրիշ սցենարիոներ նկատի ունեն, որ գուցե պարտավորվեն այդպեսի մեկ խոսքով մեծ գեոպոլիտիկ փոփոխություններ առաջացնեն, անկախ այդ որ ենթադրեն կարող է սանկցիաների հարցով, պատերազմի խնդիրից ելնելով, ներքաղաքական հարցերից ելնելով, գուցե Իրանը ինչ-որ ձևով ուրիշ որակով ավելի ինքնամփոփ երկիր դառնա։ Հետևաբար սրանք ամենը մեկ խոսքով այն հնարավորություններն որ փորձում են որևիցե կերպով կարելի է չանտեսել, կարծում եմ դա է։
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին վարչապետ Փաշինյանը բնութագրել է Հայաստանի հարաբերությունները հարևանի, Իրանի եւ Վրաստանի հետ որպես եղբայրական, նշելով, որ եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում այդ երկրների հետ, ինչից հետո նշել է, որ 3+3 հարթակը կարևոր հարթակ է Հայաստանի համար, Ռուսաստանի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար։ 3+3 Հայաստանի համար եւ Իրանի համար կարևոր հարթակ է այս պահին երկկողմանի հարաբերությունները խթանելու ուղղությամբ։ Ընդհանրապես ինչ որ դերակատարում ունի այդ հարթակը մեր հարաբերությունները։ Մենք արիտ ունեցել ենք, խոսեցել ենք, կարծեմ հենց ձեր հետ էլ, որ ի վերջո 3+3-ը մեծի մասամբ նկատվում է ինչ-որ նույտրալ, այսպես բանաձև կամ ձևաչափ, եւ անցյալում էլ իմ կարծիք այն է եղել, որ Իրանի համար մեծի մասամբ այս ֆորմատը ինչ-որ վերահսկման ֆորմատ է, այսինքն թե հարևանների կողմից, թե իմասնավորի Հայաստանի ու Թուրքիայի հարևանների խնդրով եւ Ադրբեջանը Իրանը փորձի ավելի անմիջական եւ արագընթաց մեր խոսքով տեղյակ լինի, թե ինչերը խոսվում, ինչ կարծիքներ կա եւ իր տեսակետներն ու մտահոգությունները փոխանցի։ Ես հիմա էլ կարծում եմ սա այդ շրջանակում կարելի է մեկնաբանել, այսինքն թե գործնականում ինչպես կստացվի դա ուրիշ հարց է, բայց նաև կարծում եմ Հայաստանի դիտանկյունից այս 3+3-ին մերթ առաջ քաշելը այդ հավանաբար կամ այն հավանական բալանսավորված քաղաքականության ֆորմատում կարելի է տեսնել։ Շատ շնորհակալ եմ, փորձում եմ մոռացնել չտա։ Շնորհակալ եմ։ Մեր հյուրն էր Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։
Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորեր Նորիկյանը։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Բարև ձեզ, պարոն։ Պարոն Նորիկյան, նորից ստիպված ենք անդրադառնալ Փարաքարի համայնքապետի սպանությանը։ Տպավորություն է ստեղծվում վերջին բոլոր իրադարձություններից ելնելով հայտարարություններից, այդ թվում նաև քաղաքական դաշտի պատկան մարմինների կողմից, որ մենք գործ ունենք իրականում քաղաքականության եւ քրեական աշխարհի, քրեական մշակույթի շատ վտանգավոր հատման հետ։ Որ մի իրավիճակ է ձևավորվում, երբ որ ակնհայտ երևում է։ Խնդրեմ ձեր կարծիքը, որքանով եք կիսում այս կարծիքը եւ նաեւ փորձենք հասկանալ ինչ է իրականում կատարվում։ Այո, շնորհակալ եմ հրավերի համար, օգտվելով առիթից թույլ տվեք ցավակցել զոհված անձանց ընտանիքներին, հարազատներին, մերձավոր բարեկամներին, ինձ համար սա մեծ աշխումով ողբերգություն է եւ իշխանության վերջին օրերից հայտնոտային քայլերը, նաեւ ըստ էության ամբողջ մարզի իրավապահ համակարգի ղեկավարների գլխատումը վկայում է այն մասին, որ իրենք եւս ընդունում են, որ այստեղ թերացել են, իսկ մեծ հաշվով վենդետայի եւ ինքնադատաստանի ինստիտուտները, հարգելի Դավիթ, երբ են կայանում իրականացվում են այն ժամանակ, երբ պետություն չկա, իշխանություն չկա, օրենք դատ ու դատաստան չկա եւ դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության կողմից հավատու վստահություն չկա։ Հանրությունը չի հավատում, չի վստահում դատաիրավական համակարգին։ Սա կառավարման ճգնաժամ է։ Կառավարման ճգնաժամը, երբ մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ սպանություն է տեղի ունենում։ Սա խոսում է հասարակության ներսում խորքային առումով սողացող ճգնաժամի արկայության մասին, ոչ ֆորմալ ինստիտուտների գերազանցության մասին։ Փաստորեն ինչ է ստացվել։ Ոչ ֆորմալ ինստիտուտները, այսինքն ավանդույթները, հանցավոր աշխարհում գոյություն ունեցող եւ այդ կյանքով ապրող արժեքների գերազանցությունը ֆորմալ ինստիտուտների, այսինքն պետականության ինստիտուտների, պետաիրավական համակարգի, իրավապահ համակարգի նկատմամբ եւ մարդիկ փորձում են իրենց հարցերը լուծել իրենց պատկերացումներով, որոշ շրջանակի մասին է խոսում։ Այստեղ գուժում է պետության վաղճանը։ Այստեղ ես ոչ իշխանության խնդիր եմ ուզում քննարկել, ոչ ընդդիմության խնդիր եմ քննարկում։ Իշխանությունը ինքը խոստովանում է, որ ինքը այդ տարածքում, այդ մարզում ձախողել է։ Հակառակ դեպքում հարց կառաջանա, ինչու է ազատում ոստիկանության քրեական այդ ոլորտի պատասխանատուին, ինչու է ազատում մարզի դատախազին, ինչու է ազատում մարզի քննչական վարչության պետին։ Այսինքն նույնիսկ ոստիկանությունը ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայության աշխատակիցը 2 օր առաջ հրապարակում արեց, տեղեկատվություն փոխանցեց, որ ներքին գործերի նախարարի ուրեմն այդ որոշ 6 ամսյա հաշվետվությունների արդյունքում վաղաշփատի բաժնի պետն է մի 20 օր առաջ ազատվել։ Այսինքն իշխանությունը ընդունում է, որ դատաիրավական համակարգում, իրավապահ համակարգում իրականացվող գործընթացները չեն տալիս իրենց ցանկալի արդյունքը, ավելին դրանք շատ լուրջ բացասական առումով արձագանք են ստանում նման ողբերգությունների առումով։ Հիմա կոնկրետ ձեր բարձրացված հարցը, Դավիթ ջան, այդ ով չգիտեր, որ Մերձավան համայնքում այդպիսի լարված իրավիճակ կա։ Չգիտեին, որ փետրվար ամսին տեղի էր ունեցել սպանություն։ Չգիտեին, որ դա կարող ունենա շարունակություն։ Պրոֆիլակտիկա չի եղել։ Իհարկե չի եղել։ Ավելին ասեմ ձեզ, ես մեկ մասնավոր գործով եւ այսօր եմ հրապարակել իմ Facebook-յան էջով փաստամա գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի նախագահին։ Մեկ ուրիշ ճակատագրի մասին եմ ուշադրությունը հրավիրել։ Ես հավաստիացնում եմ ամբողջ այդ համակարգը գերակշռող մասը զբաղված է անգործությամբ։ Փնթի պատկերացում ունեն, վերաբերմունք ունեն իրենց լիազորությունների ուրեմն նկատմամբ, որի արդյունքում ընդ որում մարդկային ճակատագրեր են խեղվում։ Այստեղ ինչի մասին կարող է խոսք գնալ։ Կարող է խոսք գնալ հետևյալը. սա ձեռնտու է իշխանությանը, սա ձեռնտու է որոշ շրջանակների, այս համատարած 1000 անգամ ներողություն եմ խնդրում այս բառի համար, սա եթերային բառ չի, ուղղակի ես այլ բառ չեմ կարողանում գտնել։ Սա պետական համակարգում գոյություն ունեցող եւ իշխող բարդակ է, երբ որ որևէ մեկը հաշիվ չի տալիս իր գործողությունների համար։ Գիտեք, շատ հեշտ է վիճակագրական տվյալներ հրապարակել։ Այս տարի այսքան սպանություն ենք ունեցել, անցած տարի այսքան սպանություն ենք ունեցել, այս տարի այսքանով քիչ ենք սպանություններ ունեցել։
Եղբայր դուք հասկանում եք ինչի մասին եք խոսում։ Ես չեմ ուզում ասել իրապահ համակարգի ղեկավար կազմի ուրեմն անձանցով պայմանավորել, բայց ես այստեղ լրիվ քաղաքական խնդիր եմ տրվում։ 30 տարեկան աղջկա երիտասարդ գեղեցիկ կնոջը նշանակել ներքին գործերի նախարար ու ասել պայքարի բորերիների դեմ, այդ դու եք խափում։ 36 տարեկան գեղեցկուի կնոջը նշանակել գլխավոր դատախազ ու ասել պայքարի 30 տարի Հայաստանը թալանած գեղեցիկների դեմ, ում ես խափում Նիկոլ։ Ում եք խափում։ Հնարավոր է այդպիսի արդյունք ակնկալել։ Հա, գիտեք ինչ որ մենք ժողովրդավարական ինստիտուտների, գենդերային հավասարության, միջազգային հանրության մոտ տպավորիչ ինչ որ իմիջ ձևավորելու տեսանկյունից փառահեղ նշանակումներ են, փառահեղ, բայց գիտեք ինչ, մեզ արդյունքն է հետաքրքրում։ Արդյունքն է հետաքրքրում։ Տեսեք Վրաստանում ինչ վիճակ կա։ Այդ երկիրը ոտքի կանգնեցած Սահակաշվիլին դատում են արդեն քանի տարի։ Ճիշտ է, վատ է, սխալ է, չգիտեմ ինչ է։ Պետականության ավանդույթները ընդեղ են։ Մեր հակակոռուպցիոն դատարանի մոտ հայտնի ճակերտավոր մեղադրյալներ այնպեսի կորտեժներով են գալիս դատարան, քեզ թվում է, որ չգիտեմ, նախագահական նստավայր են եկել մարդիկ։ Դա ձեռ եք առնում։ Դուք ամոթ աբուր ունեք։ Դուք ես ինչ աստիճան եք հիմարի տեղ դրել մեր ժողովրդին։ Ես բառը չեմ գտնում, իմ համար մարդկային կյանք ամենից վեր է։ Բայց ես անկեղծորեն պետք է խոստովանեմ, իրենց քայլերով ընդունում են, որ իրենք ջախջախվել են հանցավոր աշխարհի դեմ պայքարում։ Ջախջախվել են։ Սա պետության եւ իշխանության պարտությունն է։ Երբ մարդը պատկերացնում եք անելանելիությանից դրդված ինչ մի վենդետայի մասին կարող է խոսք լինել ժողովրդավարական բասիտոն երկրում։ Ինչ մի Վերջը Սիցիլիան չէ։ Այո, ինչ ինքնադատաստանի մասին կարող է խոսք գնալ։ Իսեր Աստծո Ժողովուրդ ջան, ես ուղղակի խնդրում եմ մեր հասարակության մտածող հատվածին։ Այս ինքնաշ ոչնչացման իներցիոն գործընթացին վերջ տալու մեկ ելք կա, չհանդուրժել այս իրավիճակը։ Չհանդուրժել ուղղակի այս իրավիճակը։ Այստեղ չի կարող սա շարունակություն ունենալ, չի կարող ու վերջ։ Ես խորը համոզմունք ունեմ, որ այս ամեն ինչը կարող է ունենալ հետևանք։ Եթե վիրահատական միջամտություններ չձեռնարկվեն, եթե իսկապես քայլեր չձեռնարկվեն Հայաստանի Հանրապետությունում կրիմինալ իրավիճակի դեմը առնելու համար։ Պարոն Նորիկյան, կա իհարկե համակարգված բնույթ այս ամենում, չեմ կարող դες հետ չհամաձայնվել, բայց օրինակ այսպեսի մի դեպք, դուք էլ նշեցիք, որ 4 սպանություն է տեղի ունեցել մեկ շաբաթվա ընթացքում, Արաքսի դեպքը, երբ որ ինչ որ մեկը շան հետ զբոսնելիս է եղել, այդ կանգնածները շանը վիրավորել են, ինչից հետո նա հարձակվել է իրենց վրա դանակով, չի ստացվել մարդ սպանել, գնացել է զենքա բերել սպանել է մարդ, եւ հիմա նշվում է, որ այդ մարդը հոգեկան խանգարումներ ունի։ Ինձ մոտ միանգամից հարց է առաջանում որպես քաղաքացի, եթե ինքը ունի հոգեկան խանգարումներ, ինչի է ինքը ազատության մեջ եւ չի բուժվում համապատասխան հաստատությունում, եւ երկրորդը, եթե չի բուժվում եւ ունի հոգեկան խանգարումներ, որոնք հնարավոր է համատեղելի է այսպիսի կյանքի հետ, այսինքն չսահմանափակ, այդ զենքը որտեղից իրեն։ Իհարկե։ Այսինքն այդ սենց ասեմ, այդ թաղայինը, այդ գյուղի ինքը չգիտեր, որ դրա ձեռքը զենք կա։ Ոչ միայն գիտեր, հաշվառում է իրականացում, իհարկե, իրականացում է հաշվառում, օրինական կարգով զենք կրողները յուրաքանչյուր, ուրեմն դա լիցենզավորվող գործունեություն անօրինական է։ Չգիտեր, որ զենք ունի, գյուղ է։ Չի կարող չիմանալ։ Բայց ստեղ էլ ես ուրիշ հարթության վրա եմ ուզում ենք դիտարկենք խնդիրը։ Ես ամեն ինչի հիմքում դնում եմ գիտելիքն ու կրթությունը։ Պետության ռազմավարական պարտավորությունն է, պոզիտիվ պարտականությունն է, իշխանության քաղաքական վերնախավի մտավոր վերնախավի պարտականությունը կրթել հասարակությանը։ Հիմա տեսեք, այս իշխանությունը քաղաքական PR-ի կամ սեփական ծրագրերի իրականացնելու դիտանկյունից առաջին պլան է բերել 300 դպրոց, 500 մանկապարտեզ այդ ծրագրի, այդ մեգա ծրագրի իրականացումը, ճիշտ է։ Շատ լավ է հնչում, բայց կներեք, եթե այդ Վահան Տերյանի շենքերի հայրենասիրության հոգևոր Հայաստան ստեղծագործությունը հիշում եք, չէ՞։ Շենքերի հայրենասիրության չկա։ Շենքերի, այո, շատ ճիշտ նշանակետ են խփեցիք Դավիթ ջան։ Ես ուզում եմ այդ հոգևոր Հայաստանի կորիզը գտնել։ Ես ուզում եմ այդ շենքերում կրթված սերունդ տեսնել։ Ես ուզում եմ այդ կրթող սերունդին տեսնել։ Ես ուզում եմ այդ կրթող
այդ շերտին տեսնել, ով է կրթում մեր մատաղ սերնդին։ Այդ բոլոր սպանությունների, հանցագործությունների հիմքում գտեք տգիտությունը, գտեք անկրթությունը։ Ես դες հավաստիացնում եմ, եթե մենք դպրոցում, մանկապարտեզում, բակում, փողոցում, մեզանից յուրաքանչյուրի ընտանիքում մեր վարվեցողության կանոնները, մեր սոցիալական համակեցության կանոնները, մեր դաստիարակության էլեմենտները, կոդեքսները մենք ճիշտ ուղղությամբ բերենք, դնենք ամեն մեկը իր տեղում, ես դες հավաստիացնում եմ, մենք որակապես այլ սերունդ կունենանք։ Դուք շատ ճիշտ եք ասում, ասում շանը խփելու կամ շանը ինչ-որ կոպտելու համար, դու գիտեք, օրական 15 օր առաջ Պրոշան Կոտակի մարզի Պրոշան ավանում սպանություն տեղի ունեցավ։ Ինչ որ մեկ կենցաղային հողի վրա է ամենը։ Բոլոր տեղերում է կենցաղային հարցերի շուրջ նման ողբերգական ավարտեր ունենում։ Հասկանում եք, մենք ինչ կրիտիկական իրավիճակի մեջ ենք հասել։ Իհարկե, ես լսում եմ, ես էլ եմ օգտագործում, որ մեր հասարակության մեջ չարություն կա, անհանդուրժողականություն կա, բայց ի վերջո մասնագետները պետք է ախտորոշեն, թե մենք ինչ հետ գործ ունենք։ Չի կարող այսպիսի քարոզչության, այսպիսի ֆոնի մեջ ապրի անառողջ հասարակություն։ Հասկանում եք, մի կողմից մեզ հարամցնում են, որ ամեն ինչ իդեալական է, մենք ոտքի ենք կանգնում, մենք զարգանում ենք, մենք Երևանը ամենաապահով, ամենաանվտանգ, ինչ-որ ռեյտինգներ են, չէ՞, անընդհատ։ Հա, հրապարակումներ են արվում։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, բայց մեծ հաշվով դուք մի հատ դուք պրոֆեսիոնալ մարդ եք, դուք մի հատ ոստիկանությանը հարցում արեք ու ստացեք ընտանեկան բռնությունների վերաբերյալ վիճակագրության տվյալները։ Դուք կտեսնեք մի ինչպիսի ողորմելի ու ողբերգական վիճակ է։ Եվ դա դեռ վիճակագրություն է։ Ինչքան է վիճակագրությունից դուրս է մնում, հասկացաք։ Այսինքն մենք ինչ ունենք։ Մենք ունենք մի բանի, մի համակարգի հետ գործ ունենք կամ երևույթի հետ գործ ունենք, որի անունը կառավարման ճգնաժամ է։ Պետական ինստիտուտները ի վիճակի չեն, ի զորու չեն, չունեն համապատասխան նյութատեխնիկական բազա, չունեն համապատասխան կրթություն, չունեն համապատասխան մտածողություն եւ չունեն համապատասխան կամք իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում գիտեք ինչ, այդ ենթադրյալ մարդասպաներին կպարժեն կգնան։ Դուք ինձ մտածողության փոփոխության արդյունքը ցույց տվեք։ Փոխվեց Մերձավանում ամեն ինչ։ Հա մերձավանցիներ այդ Մերձավան համայնքում թշնամությունը վերացավ, հանցագործության էլեմենտները ճիշտ հակառակը, իշխանության անգործության հետևանքով տասնյակ տարիներ են պետք գալու այդ համայնքում թշնամությունը հաղթահարելու համար, այդ էլեմենտները չեզոքացնելու համար։ Տասնյակ տարիներ։ Այսպիսի մի հարց, Հայաստանի նման երկրներում, հենց Հայաստանում, ցանկացած իշխանություն, դուք նշեցիք կրթության դերը միանշանակ համամիտ եմ ձեզ հետ։ Իշխանությունը խորքային առումով շահագրգռված է, որպեսզի բնակչությունը կրթված լինի։ Եթե այդ իշխանությունը հայրենասեր է, եթե այդ իշխանությունը պետականասեր է, եթե այդ իշխանությունը իրապես զբաղված է պետականաշինության եւ իր ազգի ժողովրդի զարգացման մակարդակը մեկ այլ ավելի բարձր մակարդակ հասցնելու բնականաբար պետք է շահագրգռված լինի։ Ես տեսել եմ այդպիսի իշխանություն, իմ ամբողջ երիտասարդությունը, պատանեկությունը, ես տեսել եմ, որ այդ մտայնության գերիշխումը, որ որքան տգետ լինի հասարակությունը եւ հասարակության լումպեն զանգվածը, որին կարելի է 5000 դրամով գնել եւ դրա դիմաց իշխանությունը պահել, ես տեսել եմ նաեւ այդպիսի իշխանություն, բայց մենք դրա արդյունքներն ենք կրում։ Դա որ թվերներ։ Դա 90-ականների կեսերից մինչև 2018-19 թվերին, բայց այս իշխանությունը ապացուցեց իր գործունեությամբ, ապացուցեց, որ ինքը ֆունդամենտալ առումով ոչ մի ռազմավարական խնդիր չի լուծել, չի տարբերվել առումով։ Դուք չեք կարող ինձ համոզել, որ հիմա ավելի կրթված սերունդ է մեծանում, քան ասենք 17 թվականին։ Դուք չեք կարող ինձ ասել, որ մեր կրթական համակարգը հիմա ավելի լավն է, ավելի նպաստավոր է, ավելի մրցունակ է, ավելի արդիական է, քան այն սերունդը։ Ես համենայն դեպս նման եկեք մի հատ ավելի խորքային նայենք, էլի։ Մենք միշտ համարում ենք կրթված ժողովուրդ, կրթված ազգ, Հայաստանի դուք որևէ բուհ կարող եք մատնանշել, որը ընդգրկված է աշխարհի լավագույն 100 բուհերի ցանկում։
Գիտեք ինչ, դուք կարող եք հիմա ինձ դրա հակափաստար կբերեք, որ Հնդկաստանի քաղաքացիները սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում կամ չգիտեմ այս կամ այն ոչ պետական։ Մենք հասկանում ենք դա որ քաղաքացիներ որ կաստայի։ Այո, հա։ Իսեր Աստծո, Ոչ բան չեմ ուզում իրենց մասին ասել, դա մեր մասին է վատ բանը։ Մեծ հարգանքս Հնդկաստանի եւ նրանց քաղաքացիների նկատմամբ, բայց իսեր Աստծո եկեք դա մենք ինքներս մեր համար այդ հարցի պատասխանը որոնենք ու գտնենք։ Իսկապես Հայաստան ունի ներուժ դառնալու կրթական տարածաշրջանային կենտրոն։ Մենք կարող ենք դառնալ լավ առողջապահական կենտրոն, մենք կարող ենք դառնալ լավ, ասենք, տուրիզմի կենտրոն։ Այդ ներուժը ինչ ներուժ ունենք, ես էլ ասեմ, միշտ ունենք այդ ներուժը մենք։ Մենք ռացիոնալիզմի խնդիր ունենք։ Մենք մեր ռեսուրսները, մեր ներուժը արդյունավետ կառավարելու, օգտագործելու, իրացնելու պրոբլեմ ունենք, ճգնաժամ ունենք։ Սեփական ոտքին կրակելու Այո, մենք շատ դեպքերում կրակում։ Այս առումով մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք, որի ելքը ես մեկում եմ տեսնում, չհանդուրժել այս իրավիճակը, կրկնում եմ։ Ես այստեղ ոչ իշխանության խնդիր եմ տեսնում, ոչ ընդդիմության խնդիր եմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, 2-3 տարի, 4 տարի եմ ասում, այս իշխանությունն էլ, այս ընդդիմությունն էլ իրար արժեն։ Ես խոսում հասարակության հետ ես գտնում հետեւյալը եթե հասարակությունը կարող է փոխել այս իրավիճակը իր անհանդուրժողական պահվածքով Դե շատ ճիշտ նշեցիք իշխանություն ընդդիմություն տարանջատումը այստեղ տեղին չի որովհետեւ մենք հիշում ենք այն որոշ մարդկանց համար երանելի ժամանակներ երբ որ շքամուտքերում մարդկանց ծեծում էին եւ նույնիսկ սպանում էին իհարկե գեներալների են ծեծել քաղաքական գործիչների են ծեծել այսինքն ինչ եղավ Դե ես դրա համար եմ ասում, այս իշխանությունը ինչու չի Հարատավոր շրջանի մեջ են։ Այս ցիկլը ինչու պետք է այս Հայաստանում հանգարց ինչ-որ մարդկանց մտքով անցնել, որ կարելի է մարդուն ծեծել իր քաղաքական հայացքի համար։ Ծեծել եւ անպատիժ մնալ։ Կարծիք արտահայտելու համար կալանավորել, ազատազրկել, դատապարտել, չգիտեմ, սա շատ վատ նախերգանքի մասին է խոսում։ Շատ վատ։ Հետևությունները թող մեր ժողովուրդը անի, սեր Աստծո։ Հուսանք, որ ժողովուրդը ճիշտ հետևություններ կանի, շատ շնորհակալ եմ պարոն Նորիկյան, մեր հյուրն էր Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորեր Նորիկյանը, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն